անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն, Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ, ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում, բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ, հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Նախ այսպիսի հարց տամ, հանրային ընկալման մեջ դուք այնուամենայնիվ դեռևս պահպանում եք ՔՊԱ-ական թիմից լինելու այդ վարկանիշը, մարդիկ դեռևս ձեզ կապում են իշխող թիմի հետ եւ կասկածում են ձեր օբյեկտիվությանը, որ կկարողանաք ընտրություններին օբյեկտիվ վերաբերմունք ապահովել, կկարողանաք, իմ հարցն է այդպիսին, անաչառ ձևով, որովհետև նախկինում ասում էին, որ օրինակ նախկին իշխանություններում կենտրոնական դրական հանձնաժողովի ղեկավարը ծառայում էր այդ իշխանություններին, դրանից առաջ մյուս իշխանությունների եւ այդպես շարունակ, կկարողանաք դուք ի վերջո կենտրոնական դրական հանձնաժողովի վարկանիշը փոխել, հանձնաժողովի նկատմամբ հանրային վերաբերմունքը, կարծիքը փոխել։ Եվ մյուս հարցս այսպիսին է, ճիշտ է, դուք ասում եք, որ ի վիճակի չեք վերահսկելու YouTube-յան հարթակը, այնտեղ տեղադրվող գովազդները, բայց գոնե կարծում եմ ի վիճակի եք պատվիրատուների վրա ազդելու, եւ մենք տեսնում ենք, կարծում եմ բոլորին էլ հայտնի է, որ YouTube-ով քաղաքական գովազդ է գնում եւ ակնհայտ նաեւ զրպարտչական, մեղադրական, այսպես հայտարարություններ են հնչում։ Դուք տեղյակ եք դրանից, ինչ որ քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ, թե ոչ, եւ ձեր գնահատականը ընդհանրապես այդպիսի գովազդներին, մասնավորապես դա ուղղված է ընդդիմադիր այն ուժերին, որոնք օրինակ քիչ թե շատ շանս ունեն խորհրդարան անցնելու կամ մեծամասնություն գուցեև դառնալու, չգիտեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հարցի համար։ Ես դեք ինչ պետք է ասեմ, 3.5 տարի ես արդեն կայան նախագահ եմ։ Բերեք մեկ փաստ, որտեղ որ ես իմ պաշտոնը օգտագործել եմ կամ ի պաշտոնը արել եմ մի գործողություն, որը որ իմ ընկերներին, իմ նախկին կուսակիցներին կամ չգիտեմ ազգականներին ասեմ, որը մեկին, այսպես ասած, առավելություն է տվել։ Ես այս հարցին անընդհատ մտածում էի ավելի բաց, այսպես ասած, դուք հուսով եմ, որ ասում եք հանրային ընկալման մեջ, այսինքն դա ձեր, այսպես ասած, ընկալումը չի, դա դուք փոխանցում եք ինձ հանրային ընկալումը։ Որտեղ ես ուզում եմ ավելի պարզ այս հարցին պատասխանել։ Հարգելի լրագրողներ, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ես, այո, ունեմ ընտանիք։ Ես, այո, մեծացել եմ ծառայողների ընտանիքում։ Ես, որ ասված բոլոր, այսպես են ծնողազուրկերին ամենայն հարգանքով, իմ կյանքը այնպես է ստացվել, որ ես որ չեմ եղել, որ չեմ մեծացել։ Նկատի ունեմ կապերի մասին, այսինքն ես ունեմ այո շատ ընկերներ եւ այդ ընկերների մի զգալի մասը նաեւ իմ գործունեության լրագրող տարիներից իմ ընկերներն են, ձեր շարքերում են, լրագրողներից շարքերում են։ Ես դաստիարակվել եմ, որ ազնիվ ապրելն է միայն բարոյական։ Իմ ծնողները ինձ այդպես են դաստիարակել։ Ու ես ամբողջ իմ գործունեության ընթացքում ցկտել եմ ապրել ազնիվ։ Ես գիտակցում եմ, որ շատ դեպքերում մարդիկ իրենք պաշտոնը, իշխանությունը ընկալում են այնպես, որ եթե օրինակ իրենք ունենան պաշտոն կամ իշխանություն, այ կանեն իրենց համար էս, որովհետև եթե մարդը ինքը նման կերպ չի մտածում, չի կարող հանիրավի դիմացինին
մեղադրել, որովհետև ես երբ որ սրանից դեռ 3 տարի առաջ անդադ կրկնել եմ, որ զուտ իմ կենսագրության զբաղեցած աշխատանքներով պայմանավորված իմ ազնվությունը կասկածի տակ դնելը դա ուղղակի վիավորանք է անձիս, որովհետև ի պաշտոնե ցանկացած գործողություն ինչ որ կլինի նախկին կուսակից ընկերներին, կլինի հարազատներին, դա քրորեն պատժելի է, պաշտոնական դիրքը առավելության նպատակով օգտագործելը կներեք, դա քրեական հանցագործություն է եւ ինձ անընդհատ էս բերել ես ուղղակի ուզում եմ որպեսզի արձանագրենք նման մեղադրանք հնչեցնող մարդը նշանակում է որ ինքը իր մտքում ունի այդ մտայնությունը այ որ այսպես է ես ասում եմ ես այլ կերպ եմ դաստիարակվել ես ինձ համար անազնվությունը անազնիվ պաշտոնավարումը դա բարոյական չէ ոչ միայն օրենքով է արգելված այլ նաև իմ կրած բարոյական արժեքներին է հակասում եւ ցանկացած մարդ որը որ միայն անձին կենսագրության պայմանավորված պիտի մեղադրի պիտի նախ ինքը իրեն հարց տա ինքը նման բան կանի եթե այդ պաշտոնում ինքը նշանակվի ու եթե դուք համարում եք որ դուք ձեր նշանակվելու դեպքում չեք անի ապա ինչու եք իրավունք վերապահում իմ նկատմամբ կասկած հայտնելու ես սա ասում եմ բոլոր նման մեղադրանքների նման կասկածների համար որովհետև ես կներեք նոր չեմ ընտրվել այս պաշտոնում երբ որ ես նոր ընտրվում էի ես այսպես ասենք շատ այն ժամանակ ասում եք կապրենք կտեսնենք գործով կտեսնենք թե ով ինչպես է այսպես ասենք կյանքին վերաբերում իր պաշտոնին վերաբերում 3.5 տարի մեկ տասնյակից ավել ընտրություններ են կազմակերպել Երևանի ավականու ընտրություններն են կազմակերպել չի բողոքարկել որ ընտրություն որևէ մեկը չի կարող որևէ փաստ բերել որ իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ապօրինություն կամ ինչ-որ բան եմ արել էլի ես չնայած մյուս կողմից էլ ասեմ եթե այս պաշտոնի 6 տարվա ժամկետը լրանալուց հետո էլի միակ բանը մնա հիշելու որ ես նախկին կուսակցական եմ եւ այլ դա կստացվի որ ես իրոք հաջողել եմ որովհետեւ ինձ համար օրինակ ցավալի փաստ կներ եթե դուք հիմի բերեիք որևէ ասենք պաշտոնավարման ընթացքում որ որևէ դիպված որ ասեիք օրինակ դուք այսպիսի բան եք արել ու դա ասենք արել եք որովհետեւ դուք ցանկացել եք ձեր չգիտեմ կուսակցական ընկերներին նախկին ընտանիքի անդամներին չգիտեմ ինչ որ մեկին առավելություն իր համար առավելություն ստեղծելու համար է կարել բայց փառքաստու չկա նման փաստ չի կարող լինել ապագայում էլ չի լինելու ես ասում եմ եւ սա ուղղակի նաեւ հաշվի առնելով որ մենք շատ կարեւոր արդեն փուլում ենք դրա համար եմ ես այսպես ավելի ասած բաց տեքստերով ասում Կներեք հավելեմ, պարոն Հովակիմյան, եթե հանկարծ իշխանության կողմից ճնշումներ լինեն ձեր վրա այս կամ այն կեղծումներին գնալու, դուք պարզապես դուրս կգաք, ելնելով ձեր ազնիվ լինելու սկզբունքից։ Կներեք դուք հիմի ինձ թողեցիք այս անգամ էլ իշխանության ներկայացուցիչներին արդեն անմեղության կախավարկածով ասացիք, որ իրենք կեղծիքների են դիմելու, ինձ են ճնշելու, ես էլ ինչպես այնքան ազնիվ եք, որ դուրս կգաք։ Ոչ, ես թույլ չեմ տալու, որ որևէ մեկը կեղծիք կատարի։ Այդ ուզում եմ որպեսզի մեկը միշտ ամրագրեք ու ինձ համար որ այս պաշտոնում ես ընտրվել եմ ու ինձ ընտրել են ներկայիս խորհրդարանի падգամավորները ու ես նույն խորհրդարանում եմ ասել, որ ես պաշտոնավարել եմ հանուն Հայաստանի Հանրապետության եւ իմ պաշտոնավարման ժամանակ ընտրությունները լինելու են ազատ արդար թափանցիկ որևէ մեկը հնարավորություն չունենալու ընտրությունները կեղծելու իմ պաշտոնավարման ժամանակ Հայաստանի Հանրապետություն կլինի ազգային ժողով, կլինի ավականի, կլինի մեծամասնական համանքի ղեկավար կամ ավականու անդամ, բոլորը լինելու են ընտրված ազատ արդար թափանցիկ ընտրությունների արդյունքում